9 եպիսկոպոսների ստորագրությամբ հրապարակված հայտարարությունը Նիկոլ Փաշինյանը որպես հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդ ընդունել է որդիական խոնարհությամբ եւ նախանձախնդրությամբ, իսկ որպես պետության ղեկավար ողջունում է վճռականությամբ եւ հաստատակամությամբ։ Կարծում է այդ հայտարարությունը ցույց է տալիս, որ կան հոգեվորականներ, որոնք նախանձախնդիր են եկեղեցու հոգեվոր առաքելության իրականացման հարցում։ Եվ ես իհարկե սրբազան հայրերի համաձայնության դեպքում հենց այսօր նրանց կհրավիրեմ հանդիպում կխնդրեմ, որպեսզի նաև նրանց դիրքորոշումները, մոտեցումները հայտարարությունից բխող ավելի մանրամասն հասկանամ։ Իսկ իր դիրքորոշումներն ասած հայտնի են եւ այդ առումով նորություն չկա։ Եպիսկոպոսները հայտարարության մեջ նախ նշել են, որ Գարեգին II տնօրինությամբ ստեղծվել էր հանձնախումբ, ուսումնասիրելու Արշակ arքեպիսկոպոս Խաչատրյանին վերագրվող անպարկեշտ տեսանյութերը եւ եզրակացություն ներկայացնելու, բայց երբ հանձնախումբը կաթողիկոսին տեղեկացրել է քննչական կոմիտեից ստացած փորձաքննության արդյունքի մասին, ըստ որի տեսանյութի իսկությունը հաստատված է, նա դա համարել է առ ոչինչ։ Հաշվի առնելով այն իրողությունը, որ Գարեգին կաթողիկոսն ամեն գնով փորձում է կոծկել Արշակ Սրբազանի սրբապիղծ արարքը, դրանով իսկ դառնալով սրբապղծության հովանավոր, մենք մեզ վերապահված եպիսկոպոսական իշխանությամբ եւ իրավունքով հայտարարում ենք, որ Գարեգին Բ-ն անհավատարիմ է գտնվել կաթողիկոսական օծմամբ ստանձնած իր ուխտին, ուղիղ վարդապետությամբ հայ եկեղեցին առաջնորդելու։ Նրա վարքագիծը անհամատեղելի է հայ եկեղեցու կանոնական իրավունքին եւ վարդապետությանը, որը հղի է եկեղեցու ծոցում հերձված առաջացնելու վտանգով։ Դիմում ենք եպիսկոպոս մեր եղբայրներին, եկեղեցու հավատացյալ եւ նվիրյալ զավակներին միանալու աշխարհասփյուր հայության սրբության սրբոց Մայրաթոր Սուրբ Էջմիածինը սրբապիղծ հոգեվորականից եւ նրա մեղքը կիսողներից մաքրելու կենսական անհրաժեշտության գործին, խստագույնս դատապարտելով Գարեգին Բ կաթողիկոսի թյուր ընթացքը։ Հայտարարության հեղինակները նշում են, որ իրենց սրբազան պարտքն ու կոչումն է անվնաս պահել հայ եկեղեցու հեղինակությունը ամբողջությունը։ Վարչապետը իրեն ուղղված հարցին, թե ծանոթ է հայտարարությունը ստորագրած հոգեվորականների ցանկին, որովհետև նրանց մեջ կան մարդիկ, որոնց անունները մամուլում կապվում են Բենթլիների, օֆշորների ու կուսակրոնությունը խախտելու զավակ ունենալու հետ, եւ իր համար ընդունելի է սրբության սրբոց Մայրաթոր Սուրբ Էջմիածինն ազատագրել նման մարդկանց միջոցով, Փաշինյանը պատասխանեց։ Ես ասել եմ, որ մեր սրբության սրբոց Մայրաթոր Սուրբ Էջմիածինը ազատագրելու գործին կարող է մասնակցել հայաստանյաց առաքելական եկեղեցու ցանկացած հետևորդ, ով մկրտված է եկեղեցում, եւ դա վերաբերվում է բոլոր քաղաքացիներին, եւ բոլոր քաղաքացիների մեջ կարող են լինել բազմաթիվ քաղաքացիներ։ Ես բոլոր քաղաքացիների անձնական գործերը չեմ ստուգում։ Ինչ վերաբերվում է ձեր ասածին, ես առաջ եմ քաշել այն օրակարգը, որը վերաբերվում է հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու բարենորոգմանը, եւ մենք պետք է գնանք այդ բարենորոգման ճանապարհով։ Որևէ հարց հնարավոր չէ լուծել առանց բարենորոգման ճանապարհով անցնելու, եւ ես ողջունում եմ ցանկացածի պատրաստակամությունը այդ բարենորոգման ճանապարհով անցնելու։ Եթե հիմա դուք հարցնեք, հիմա Կտրիչ Ներսյանն էլ կարող է մասնակցել այդ բարենորոգմանը, ես կարծում եմ, որ ինքը իր մասնակցության բոլոր շանսերը սպառել է եւ նա պետքա ուղղակի ազատի մեր սրբության սրբոց Մայրաթոր Սուրբ Էջմիածինը։ Անդրադառնալով ներքին ու արտաքին քաղաքական հարցերին, վերջին շրջանում մի խումբ հայ եւ ադրբեջանցի փորձագետներ փոխադարձ այցեր էին կատարել։ Լրագրողը վարչապետի գնահատականը հարցրեց այդ երկխոսության վերաբերյալ, շեշտելով, որ Ադրբեջանի թե պաշտոնյաների, թե գիտնականների, թե փորձագետների եւ թե մեդիայի խոսույթում կարծես թե բան չի փոխվում։ Վարչապետն արձանագրեց նաեւ երկխոսության բացակայությունն է պատճառը, որ Հայաստանում տեսնում են Ադրբեջանում խոսույթը չի փոխվում, Ադրբեջանում էլ համարում են, որ Հայաստանում է խոսույթն անփոփոխ։ Երկխոսությունը նրա համար է, որ խոսույթում բան փոխվի։ Իսկ 35 տարվա, 36, նույնիսկ 37 տարվա կոնֆլիկտը 5 փորձագետի 2 հանդիպման արդյունքում չի կարող փոխվել։ Այսինքն մենք ուզում ենք, որ փոխվի, թե չենք ուզում։ Պետք է տեղի ունենա process, որ փոխվի։ Ղազախստան հագեցած օրակարգով պաշտոնական այցի արդյունքներն ամփոփելով վարչապետը հատկապես կարևորեց այն, որ երկու երկրի հարաբերությունները հասել են ռազմավարական գործընկերության մակարդակի։ Դա ըստ նրա ունեցել է նաև կոնկրետ արտահայտություններ, այդ թվում անսպասելի։ Եվ նաև այն, որ մենք հիմա նաև երկաթուղային կապի հնարավորություն ունենք Ղազախստանի հետ, մեր հնարավորությունները իհարկե
ընդլայնում են, առաջիկայում մենք պայմանավորել ենք, որ տնտեսվարողների պատվիրակություն կմեկնի հայաստանյան Ղազախստան, որպեսզի տեսնեն, թե ինչ ուղղություններով է, որ փոխգործակցությունը տնտեսական հնարավոր է խորացնել։ Ղազախստանի հետ քաղաքական երկխոսությունն ըստ վարչապետի մինչև այդ էլ բարձր մակարդակի էր։ Տնտեսական պոտենցիալը չի իրագործվել լոգիստիկ խնդիրների պատճառով։ Ղազախստանը նաև հատուկ հետաքրքրություն է ցուցաբերում Հայաստանի կառավարության խաղաղության խաչմերուկ նախագծի նկատմամբ։ Օդի աղտոտվածության խնդիրը լուծելու համար կտրուկ քայլեր չեն լինելու, հայտարարեց վարչապետը։ Լրագրողը հարցրել էր, քանի որ հիմնական պատճառը շինարարության ծավալներն ու ավտոմեքենաների մեծ քանակն է, հնարավոր է օրինակ ավտոմեքենաների համար ավելացվի մաքսատուրքը կամ արգելվի հին մեքենաների ներկրումը։ Երկրի ղեկավարը նշեց, փորձը ցույց է տալիս, որ կտրուկ քայլերը արդյունք չեն տալիս առնվազն երկարաժամկետում։ Խոսքն ըստ նրա բազմահազար քաղաքացիների ամենօրյա վարքագծի մասին է, որը կտրուկ քայլերով փոխել հնարավոր չէ։ Պետք է գնալ պլանավորված, հետևողական, ոչ կտրուկ քայլերի։ Իմիջիալից նախ պետք է հասկանալ, երեք օրինակ ինձ տարածաշրջանային քարտեզ էին ուղարկել, որից կարելի է ենթադրել, որ այդ երևույթը ավելի լայն տարածաշրջանային արտահայտություն ունի։ Վարչապետի դիտարկմամբ խնդիրը բազմաշերտ է կրթականից, կազմակերպչականից մինչև վարչարարություն։ Դիլեմաները նույնպես շատ են։ Մի կողմից բողոքում ենք խցանումներից, մյուս կողմից էլեկտրամոբիլների քանակն ենք ցանկանում ավելացնել, այդ թվում բնապահպանական նկատառումներով։ Դիլեմաները լուծելու համար վարչապետի համոզմամբ պետք է աշխատել հետևողականորեն, ներգրավելով նաև փորձագիտական ու քաղաքացիական հանրությանը։ Աննա Զախարյան, Ռաֆիկ Սողոմոնյան, լուրեր։